ցեղասպանությանը հիմա այսպիսի բան կասեն, դուք պատկերացնում եք, Վենսը իրան թույլ տար ինչ որ միտեղ հոլոկոստից հրար գրել եւ ջնջել, ուղղակի իրան բառեսբուն իմաստով սախ կուտեին։ Դա չգիտեմ, բայց ցեղասպանության հետ կապված կա դեմոկրատները ակտիվ արձագանքեցին, Նենսի Փելոսը, չգիտեմ, Ու մենք չմոռանանք, որ ցեղասպանությունը ճանաչել է պարոն Բայդենը, որի համար ես իրեն մարդկայնորեն շնորհակալ եմ։ Հնչեցրել է ու ասել է դա ցեղասպանություն էր։ Վերջ։ Պարոն Բագրատյան, 50-ի մոտ նահանգ նաև ճանաչել է, հնչեցրել, դա էլ կա չեղասպանություն։ Բացի դա, քանի որ Բայդենը ճանաչել էր, Վենսին ի՞նչն էր խանգարում այդ գրառումը չջնջելու։ Ստացվում է հետաքրքիր, սա քաղաքականությունն է շատ հետաքրքիր։ Նայեք, ինքը գրառումն արեց։ Հայերը ոգևորվան։ Ասին ինչ լավ է, այս է իսկական բարեկամը եւ այլն։ Թուրքերը ջղայնացան։ 2 ժամ հետո գրառումը ջնջվում է։ Թուրքերը շատ են ուրախանում, ասում են տեսակ հայեր, բայց ի վերջո Վենսը իր կարծիքով իմ մտածելակերպն է այդպեսին, բավարարեց եւ հայերին եւ թուրքերին։ Երկուսն էլ գոհ մնացին։ Ոնց։ Գրառում չկա, հայերը թնկացին, բայց ասին այնուամենայնիվ նա հիշեց այդ մասին։ Իրանն այդպես են զեկուցել։ Ոնց հայերը գործը պղծություն է ցեղասպանության նկատմամբ ջնջել, ոնց գոհ մնացին։ Չէ, բայց հայերին այսօր հարցրու, իրանք ասում են, ախպեր համայրատը չէր ջնջում, գիտես։ Դե հիմա ես այդպես եմ մտածում։ Բա ախպեր խես գրում։ Եթե պիտի ջնջես, խես գրում, օրինակ ինձ վրա դա զայրացրեց։ Դե դրամար եմ ասում։ Որովհետև ամերիկյանես ադմինիստրացիայի հետ աշխատելը շատ դժվար կլինի։ Իրանք միայն տեսնում են տնտեսական, քաղաքական շահեր։ Եվ այս շահերի մեջ չեն մտածում քո շահերի մասին։ Իրանք մեզ մեջ տեսնում են գործիք, որը պետք է աշխատի Ռուսաստանի դեմ։ Վերջապես մենք ամերիկյան դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, ստրատեգիական բարեկամ, մենք չենք ուզում հայտնվել բարեկամի երկաթյա ճիրաններում։ Հասկանում եք։ Դեզում ենք այս բարեկամը իրոք անկեղծություն անի։ Մենք ճնշման բաներ ունենք, Միացյալ Նահանգներում մեծ համայնք ունենք, չգիտեմ, գուցե դեմոկրատների միջոցով, մենք չենք աշխատում։ Սփյուռքի հետ այս իշխանությունը չի աշխատում։ Դե դա պարզ է, Սփյուռքը պետք է ինքնակազմակերպվի։ Չէ, այդ Զարե Սինանյանը որ կա, նրան հանձնարարված է որ ոչնչացնել Սփյուռքի հետ կապերը։ Այդպիսի թեմա Հայաստանում չպետք է լինի։ Եվ դա նույնպես երևի միջազգային բան է, չգիտեմ։ Գուցե Միացյալ Նահանգները ասում են երբեք չլինի այնպիսի կազմակերպություն, ինչպիսին էր Armenian Assembly։ Չպետք է լինի։ Դե բայց արխիվում աշնան ընտրություններ կան, մեր համայնքը կարող է շատ լավ աշխատել այսօր։ Հիմա տեսեք, դեմոկրատները այնուամենայնիվ դատապարտեցին, բան հիմա ինչ նկատառումներից ելնում, բայց այդ քայլին գնացին։ Այսինքն պետք է այս ուղղությամբ աշխատել։ Ես հիմա մասնագետ չեմ, հա կոչ անել, հա, Սփյուռքին կոչ անել, թող աշխատեն։ Դա վիրավորական էր, ավելի լավ էր, օրինակ ինձ համար, եթե կամ մարդիկ ասում են, չէ, ախպեր, ինչա, լավ է, գրես, ջնջես, լավ, ոչինչ, մյուս անգամ կգրի, չի ջնջի։ Ինձ համար դա վիրավորական էր։ Ես կարծում եմ, որ նորմալ Սփյուռքի մեր նորմալ ներկայացուցիչների համար դա նույնպես վիրավորական է։ Մանավանդ կրկնում եմ, Միացյալ Նահանգները արդեն ճանաչել էր։ Խոշոր երկրներից չի ճանաչել ցեղասպանությունը միայն Բրիտանիան։ Չկա երկիր, որ ճանաչել չէ։ Եվ Իսրայելը։ Իսրայելը չի։ Չէ, Իսրայելը խոշոր երկիր չի։ Դե հա, խոշոր չի։ Իսրայելը խոշոր, չէ, բայց Իսրայելի պարլամենտը ընդունել է, բանը, դու ասա, ինչ էր կոչվում դա պարլամենտը։ Կնեսեթը ընդունել է։ Որոշում ընդունել է։ Իսրայելի նախագահներից մեկը, ես իմ ազգանունը կարող եմ նույնիսկ հիշել, մի 10-15 տարի առաջ նույնպես հայտարարեց ցեղասպանության մասին։ Այսինքն որոշակի առումով, երբ որ Իսրայելին ասում ես, բա լավ, Հայաստանը այնուամենայնիվ ձեր հոլոկոստը ճանաչել է, բայց դուք մեր ցեղասպանության ասում են, բայց ռեզոլյուցիան կա, էլ ինչ ես ուզում։ Ես ինքս հրեա մտավորականների հետ միջազգային հարթակներում նման խոսակցություն ունեցել եմ։ Ես ասել եմ ընկերներ, ինձ հետաքրքրում է այնպիսի ճանաչումը, որը առնում է պարլամենտը օրենքով, եւ այդ ճանաչումից հետո օրենք է սահմանում, որ սրանից հետո դրա դեմ բանանել, պայքարել չկարելի։ Նո հիմա թեման այդ մեծ բլեֆը 9000-ի բան եւ չգիտեմ հետեւել եք թե չէ 3-4-րի երկրորդ նախագահն էլ այդ բլեֆին անդրադարձավ 9 միլիարդի այդ բլեֆին, որ հետո պարզվեց որ նախ ասեց այդտեղ այդքան բան դնելու տեղ էլ չկա այդ 9 միլիարդ բան ոնց սա ներկայացվեց որպես մեծ ահռելի ներդրում, բայց բանը բլեֆ էր։ Անժել ջան, ես ուշադիր հետևել եմ թվերին։ Եվ Վենսն ասել է 5 միլիարդ, հետո ասել է 4 միլիարդ էլ կլինի։ Այդ 5 միլիարդը իմ կարծիքով ատոմակայանի արժեքն է։ Այսինքն 500 մեգավատանոց կայանի համար իրանք ծախսելու են 5 միլիարդ։ Եվ ռուսները կծախսեին 1 միլիարդ։
Իմ կարծիքով, ես լավ չեմ հետևել, ես անդադ հետևել եմ, գիտեք ոնց է, ասենք եթե մանավանդ դու մասնագիտորեն դրան ես հակված, այդ որտեղ է։ Հետո Վենսն ասեց 4 միլիարդ էլ կտանք, ես չհասկացա ինչ նշանակում։ Այդ 5 միլիարդը չի հերիքի մի ատոմակայանի եւս մի հատ կառուցեն, ես չհասկացա։ Ներդրումների մասին ես մտածում արդյոք դա Վենսը նկատի ուներ Nvidia-ի ներդրումներ, ու Nvidia-ն պատրաստվում է այստեղ ներդնել $500 միլիոն, եւ դա ամերիկյան պետության ներդրումները չեն, Nvidia-ի։ Ես ճիշտ ասած ուրիշ բան չեմ կարողացել լսել։ Եթե գիտեք, ասեք, խնդրեմ, ես կլսեմ դա։ Կընդունեմ մի գիտություն։ Հետո ասեցին վարկավորման մասին է խոսքը, ընդհակառակ մենք պիտի դա անենք։ Այո, այդպեսի պարտք է մնալու մեզ։ Այո, այդպեսի խոսակցություն եղել է։ Այո, մերոնք ասում են գուցե վարկավորում է։ Ես չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել մի բան, որը պարզ չի ասվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նրա թիմը երբեք չեն պարզաբանել հասարակությանը, ինչ 9 միլիարդի մասին է խոսքը։ Միջամտություն էր։ Մեկը լինի Ամերիկայի ֆինանսավոր պարտքերի մեջ կորացա։ Դե ամենամեծ դեֆիցիտային բյուջեն է։